մենք մաս դառնալ ժողովրդավար եւ զարգացող ուրեմն բարգավաճ կարող եմ ասել երկրների այս ակումբին իհարկե մենք մեր այս ջանքերը չենք հակադրում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն ունենալու մեր այս հռչակված մոտեցմանը տեղյակ եք որ ըստ այդը գուցե տեղյակ եք հուսով եմ տեղյակ եք որ համահունչ ասվածի մենք արտաքին գործերի նախարարությունում օրինակ ստեղծեցինք նոր վարչություն եվրոպական ինտեգրման վարչություն եւ այս վարչությունը իթիվս կառավարության մեր մյուս գործընկերների մյուս գերատեսչությունների կշարունակի իր ամենօրյա աշխատանքը նշված ուղղությամբ մենք իհարկե այստեղ բոլորովին հեծանիվ հայտնագործելու մեծ հաշվով անհրաժեշտություն չունենք կա օրինակ Չեռնոգորիայի փորձը այլ երկրների փորձ որոնք անդամակցության շեմին են կամ արդեն անցել են այդ ճանապարհը եւ մենք սերտ կապ ունենք կապի մեջ ենք նրանց հետ որպեսզի բոլոր նյուանսները նրբերագները քայլերի հաջորդականությունը ավելի լավ պատկերացնենք Հայաստան-Եվրոպական միություն ուրեմն հարաբերությունների ամբողջ համատեքստում ես կարևոր տեղ կհատկացնեի փոխկապակցվածության, տրանսպորտային փոխկապակցվածության հարցին մենք նախորդ նիստի ընթացքում հանգամանալի կերպով հնարավորություն ունեցանք խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման պայմանավորվածությունների, սկզբունքներին նորից չկանգնելով այդ ամեն ինչի վրա, ասեմ, որ այս թեման օրինակ ոչ միայն շատ հետաքրքիր է Եվրոպական միության մեր գործընկերների հետ, այլև նրանք եւս ուզում են իրենց էական մասնակցություն ունենալ ենթակառուցվածքների շահագործման կամ վերաշահագործման, ապաշրջափակման հարցում եւ սա բոլորովին զարմանալի չի, մենք միշտ մոռանում ենք այս լույսով նայել, այս լույսի ներքո նայել ապաշրջափակմանը եւ շատ նեղ ենք երբեմն անարդարացիորեն նեղ ենք անդրադառնում հարցին, իրականում եւ Եվրոպական միությունը եւ ընդհանրապես աշխարհում շատերը այդ գործընթացը, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև, դա նկատի ունեմ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, շատ ավելի մեծ պրիզմայով են նայում իրենց համար, քանի անգամ տարբեր երկրներ քանիցս հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով ասելու, որ սա մաս է Եվրոպական միության եւ օրինակ կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցություն կամ հաղորդակցության նոր ենթակառուցվածք ստեղծելուն այսպիսի պլանով է որ շատ երկրներ դիտարկում են այդ ապաշրջափակումը եւ այս մասին օրինակ նաեւ ասվեց վերջերս տեղի ունեցած Եվրոպական միության գլոբալ դարպաս երկրորդ համաժողովին Ես ինքս նախորդ շաբաթ մասնակցեցի փոխկապակցվածության այդտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդես եկավ ելույթով կհիշեք հավանաբար Ես ինքս նաև մասնակցեցի փոխկապակցվածության եւ միջտարածաշրջանային համագործակցության խթանման հարցերով ԵՄ կողմից կազմակերպված նախարարական մի հանդիպման ներառյալ իմիջիալոց եւ սա գալիս է նաև ապացուցելու նախորդիվ ասվածը ներառյալ օրինակ ոչ միայն բնականաբար մեր ամբողջ հարավային Կովկասի ինչպես նաև կենտրոնական Ասիայի գործընկերներին եւ առաջին անգամ անցկացվող այս ձևաչափով առաջին անգամ անցկացվող հանդիպանը հատուկ ընդգծվեց Հարավային Կովկասի կամրջող դեր կատարելու մեծ ներուժի մասին Իհարկե չի սահմանափակվում հետաքրքրությունները բխաթարցող հետաքրքրությունները դրանով Ես հիմա մի քանի առանձին հատվածներ կփորձեմ էլի հնարավորինս հակիրճ թվարկել, հետո կպատասխանեմ ձեր հարցին։ Մեր համար շատ կարևոր է ընդհանուր առմամբ Եվրոպական միության եւ ոչ միայն Եվրոպական միության այդ տարածաշրջանի ուրեմն հետ երկրների հետ առանձին երկրների հետ բարձր մակարդակի եւ շատ ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, որը ունենք, ես ուզում եմ մեծ կարեւորություն հաղորդել եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կունենանք անցկացնենք մյուս տարի Հայաստանում, գարնանը մայիսին, սա եւս մի ուրեմն ուղղություն է, որտեղ որը մենք իսկապես շատ կարեւորում ենք
եւ մի ձևաչափ է, որը կարեւորում ենք։ Նախորդիվ Հայաստանի Հանրապետության վարչապետը, այսինքն մշտապես մասնակցում է այս ձևաչափով հանդիպումներին, գագաթնաժողովներին, նախորդի վերջին հանդիպումները տեղ ունեցան Ալբանիայում եւ Դանիայում, հենց Ալբանիայում էր, որ որոշում կայացվեց եւ անմիջապես կարճ ժամանակ հետո հայտարարվեց, որ մյուսը տեղի կունենա Հայաստանում 2025-ի սեպտեմբերին ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթ Ակոսի այցելության շրջանակներում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն բարձր մակարդակի քաղաքականության երկխոսության մեկնարկը եւ սա է լինելու են հիմնական հարթակը, որը հանդիսանալու է երկխոսության եւ բարեփոխումների, թիրախների առաջընթացի գնահատման հիմնական եւ մշտադիտարկման հիմնական հարթակ եւ այստեղ իհարկե առանձնատուկ դերակատարում ունի նաեւ փոխվարչապետ Գրիգորյանը ինքը եւ գրասենյակը շուրջ 1 տարի մենք Եվրոպական միության հետ քննարկում ենք նոր գործընկերության օրակարգ, հաշվի առնելով, որ նախորդը, որ ունենք միասին համաձայնեցրած եւ բովանդակային առումով եւ նախանշված քայլերի առումով, ինչ որ առումով կարելի է համարել, որ սպառել է իրեն եւ ահա մենք ունենք այս նոր գործընկերությունը ֆիքսելու, արձանագրելու անհրաժեշտություն, բանակցությունները կարող եմ ասել ավելի քան 99%-ով երևի ավարտված են, եթե չասենք, որ համարենք ավարտված, եւ առաջիկայում նախատեսվում է այս փաստաթղթի ստորագրումը, այս մասին մենք հայտարարեցինք ես եւ Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Տիկին Կայա Կալասը հայտարարեցինք դեռևս ամռանը, որից հետո նորից որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ եւ առաջիկայում ականատես կլինենք սրա ստորագրմանը։ Բացի սրանից ամիսներ առաջ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Տիկին Կալասի ուրեմն Հայաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանալու մասին համաձայնագիրը սա էլ մի շատ վառ օրինակ է, նախանշում է մի ուղղություն, մի ոլորտ, որը երևի թե տարիներ շարունակ մենք կամ չէինք պատկերացրել կամ նաև մեր ԵՄ գործընկերները չէին պատկերացրել մեր մասնակցությունը, այժմ արդեն ասեցի ունենք համաձայնագիր, կլինեն առաջիկայում առիթներ կարծում եմ, որտեղ կտեսնենք Հայաստանի մասնակցությունը այս եվրոպական եւ ԵՄ-ական ծրագրին